Թերևս տեսել եք, մենք հարցադրումներով էլ այդ հարցին կանդրադառնանք, Ադրբեջանը շատ ցավագին է արձագանքել, բայց նաև ագրեսիվ, այսինքն ոչ թե զղջում են կատարվածի համար եւ հանձնառում են փոխել պրակտիկան, մարդկային հարցերի վերաբերյալ իրենց վերաբերմունքը, փոխարենը մեղադրում են միջազգային դատական արձաններին անարդարացիության մեջ, կարծում եմ այդ արդարացիության զգացումը այդպես էլ ադրբեջանական հասարակության եւ իշխանությունների մոտ չի ձևավորվում եւ այն կեղծ թեզն էին առաջ քաշել, թե իբր մի քանի ցուցմունքների հիման վրա եվրոպական դատանը դատական ակտ է կայացրել։ Մենք հստակեցնենք, որ այս գործով մենք ոչ թե ունենք մի քանի ցուցմունքներ, մենք ունենք երևակայելի մեծ ծավալի ապացողական բազա, մենք ունենք այն ավտոմեքենան, որը խոցվել է, մենք ունենք դիեր, որոնց վնասվածքները կան, պարզվել է դրանց առաջացման ժամանակահատվածը, մենք ունենք նաև բազմաթիվ այլ փորձաքննություններ, որոնց միջոցով կարողացել ենք ինչպես նույնականացնել գլուխը, այնպես էլ կարողացել ենք նույնականացնել կատարողին, մենք բացահայտել ենք կատարողի նաև հարցազրույցը, երբ վերջինս այդ հերոսացման ջանքերի մեջ գտնվելով մանրակրկիտ պատմում էր, ինքնախոստովանում էր կատարված սեփական հանցագործությունը, այո,